Հարգելի գործընկերներ, այժմ վերջին հանձնաժողովին ենք անցնում։ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին առաջադրելու համար ձայնը տրվում է Ուժեղ Հայաստան խմբակցության անդամ Անդրանիկ Գևորգյանին, համեցեք։ Չէ՞։ Սենց են գրել, բայց լավ, սխալ են գրելու են։ Պետք է անենք նոր բան գրել։ Հա, հասկացա, լավ, ուրիշ բան են գրել։ Ուրեմն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։ Տիկին Իրինա Յոլյան։ Շնորհակալություն, այսպիսով թեկնածուն Տիկին Իրինա Յոլյանն է, որին ներկայացնելու համար Անդրանիկ Գևորգյանին է խոսքը տրվում, համեցեք։ Ներկայացնեմ Տիկին Իրինա Յոլյանի կենսագրությունը։ Իրինա Յոլյանը ծնվել է 1983 թվականին Սյունիքի մարզի Գորիս համայնքում, բարձրագույն կրթությունն ստացել է Գորիսի պետական համալսարանում, ստանալով մանկավարժի որակավորում և մասնագիտական մագիստրոսի աստիճան։ Մասնագիտական ուղին սկսել է 2001 թվականին Գորիսի Լաստ հեռուստաընկերությունից որպես լրագրող, ապա լրատվական բաժնի պատասխանատու։ Հետագայում թղթակցել է Արմենիա և հանրային հեռուստաընկերություններին, Հետք.am լրատվական կայքին, Երկիր մեդիա հեռուստաընկերությանը, ինչպես նաև եղել է մի շարք այլ լրատվամիջոցների մարզային պատասխանատու և խմբագիր։ Մինչև 2017 թվականը հանդիսացել է Ազատություն ռադիոկայանի Սյունիքի մարզային պատասխանատուն։ 2009 թվականից հանդիսացել է Վիննետ Գորիս հիմնադրամի խորհրդի անդամ և ղեկավարել մի շարք զարգացման ծրագրեր։ 2016 թվականից ակտիվորեն ներգրավված է համայնքային զարգացման և կանանց քաղաքական մասնակցության խթանման ծրագրերում։ 2017 թվականից ստանձնել է Գորիսի համայնքապետարանի մամուլի քարտուղարի, ապա փոխհամայնքապետի պաշտոնները, համակարգելով համայնքային նշանակության ռազմավարական ծրագրերը, հանրային կապերն ու տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումները։ Հեղինակ է տեղական ինքնակառավարման ոլորտի մի շարք կարգավորող ընթացակարգերի, որոնք այսօր ընդունված են և կիրառվում են հանրապետության տարբեր համայնքների ավագանիների կողմից։ 44 օրյա պատերազմի ընթացքում Իրինա Յոլյանն է համակարգել թիկունքային ապահովման ողջ աշխատանքները Գորիսում։ Համագործակցել է Հայաստանում գործող գրեթե բոլոր միջազգային կառույցների հետ, փորձագիտական աշխատանք է կատարել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի UNDP, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Շվեդիայի Վիննետ ցանցի կանանց քաղաքական մասնակցությունը խթանող ծրագրերում, ինչպես նաև տեղական հասարակական կազմակերպությունների հետ։ Մասնակցել է տարածաշրջանային բազմաթիվ համաժողովների, մասնագիտական վերլուծություններ է իրականացրել համայնքների խոշորացման, ապակենտրոնացման քաղաքականության, աղետների ռիսկերի կառավարման և տեղական տնտեսական զարգացման պատասխանատուների ինստիտուտի կայացման ուղղությամբ։ Միջազգային փորձի ուսումնասիրություն։ 2016 թվական ԱՄՆ դեսպանատան հրավերով Վաշինգտոնում ուսումնասիրել է պետական կառավարման համակարգը բաց աշխարհ ծրագրի շրջանակում։ ԱՄՆ Այովա նահանգ ուսումնասիրել է տարեցների խնամքի և կրթադաստիարակչական հաստատությունների կառավարման առաջատար մոդելները։ Գերմանիա ուսումնասիրել է արևային էներգետիկայի և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտների փորձը։ Շվեդիա ուսումնասիրել է ապակենտրոնացված կառավարման մոդելները, ինչպես նաև կանանց քաղաքական մասնակցության և ակտիվության բարձրացման ուղղված լավագույն փորձը։ 2025 թվական Լեհաստանում ուսումնասիրել է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող հանրային ծառայությունների կազմակերպումը, այդ թվում աղբահանության և հանրային տրանսպորտի ոլորտներում։ Արդյունավետ աշխատանքի և ակտիվ համագործակցության համար արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից։ Ես կարծում եմ Տիկին Յոլյանը առավելագույնս արդյունավետ կիրականացնի այս հանձնաժողովի, շատ կարևոր հանձնաժողովի ղեկավարումը և մենք կունենանք չափելի և արդյունավետ արդյունքներ։ Հիմա պատրաստ եմ լսել ձեր հարցերը։